Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ահա այս ավետիսով մենք քրիստոնյաներս 50 օրեր պետք է իրար ողջունենք, որպեսզի հարության հույսը երբեք մեր մեջ չմարի, եւ հարության հույսով մեր կյանքը լցվի ջերմությամբ, ուրախությամբ, սիրով, որպեսզի միշտ պատրաստ լինենք Տիրոջ ներկայության մեջ ապրելու։ Այսօր պիտի խոսենք աղոթքի, սիրո եւ հյուրասիրության մասին։ Ամեն ինչի վախճանը մոտեցել է։ Հզգաստացեք ուրեմն եւ արթուն եղեք աղոթքի համար։ Ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Հյուրասեր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու։ Այս աշխարհի մեջ ամեն ինչ իր վախճանին է մոտենում, սիրելիներ, եւ սարսափելի է, երբ որ մարդը պատրաստված չէ, անտարբերությամբ ապրում է։ Երբ որ դու որոշում ես անտարբերությամբ ապրել, հետաձգել քո փրկությունը, անակնկալները միանգամից հայտնվում են։ Եթե մենք մարդիկս մեր առջև մի աչքի առջև ունենանք դժողքը, մյուս աչքի առջև ունենանք դրախտը, մենք երբեք չենք մեղանչի, այլ հակառակը ամեն օր պատրաստ կլինենք դրախտը փնտրելու եւ այնտեղ ապրելու համար։ Ինչու է այստեղ Պետրոս առաքյալն ասում աղոթեք, որովհետև իր աչքի առջև ունի Հիսուսի զգուշացում, երբ որ ինքը Հակոբոս եւ Հովհաննես առաքյալները ննջեցին եւ Հիսուս եկավ եւ ասաց աղոթեցեք, որպիսի փորձության մեջ չընկնեք։ Առանց աղոթքի հնարավոր չէ խուսափել փորձությունից։ Առանց աղոթքի մենք մերկ ենք մնում թշնամու դեմ եւ առանց զենքից թշնամու ցանկացած պահի կարող է հարձակվել մեզ վրա։ Բայց նաև պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ աղոթքը միայն շուրթերով չլինի, այլ մաքուր խշմտանքից ու սրտի խորքից բխած աղոթք, որպեսզի հզոր զենք դառնա մեր պաշտպանության համար։ Երկրորդ առաքյալն սիրեք իրար, որովհետև սերը շատ մեղքեր է ծածկում։ Պողոս առաքյալը շատ գեղեցիկ օրինակ անեց, ոչ ոքի, ոչ մի բանում պարտապան մի մնացեք, բացի իրար սիրելուց։ Միայն սերով մենք պետք է մեկս մյուսին պարտ լինենք։ Միայն սեր կարող ենք մեկս մյուսին տալ, որպեսզի շատ մեղքեր ծածկվեն եւ շատ մարդիկ, ովքեր որ փրկության կարիք ունենան, մեր սերը տեսնելով, զգալով այդ կյանքը ապրեն ու փրկության հասնեն։ Եվ վերջապես, սիրելիներ, շատ կարեւոր է հյուրասիրությունը։ Հյուրը Աստծո մարդն է։ Ով որ մեր տունը հյուր է գալիս, մենք իմացեք, որ Աստծուն ենք ընդունում։ Առանց տրտնջալու ժպտերես պետք է անենք, որովհետև շատ գեղեցիկ մյուս օրինակի մեջ Պողոս առաքյալն ասում է, ոմանք առանց իմանալու հյուր ընդունելով հրեշտակներին ընդունեցին։ Երբ որ մենք հյուր ենք ընդունում, մեկին հյուրասիրում ենք, հոգ ենք տանում, օտարականին հատկապես, երբ որ մեկին չենք ճանաչում, մեր տուն ընդունում ենք, նրան կերակրում ու նոր ճանապարհում ենք, իմացեք, որ Տիրոջ ընդունեցիք ու ճանապարհեցիք։ Ուրեմն թող աղոթքը, սերը, հյուրասիրությունը ձեր կյանքի առաջին տեղում լինեն, որպեսզի ամեն անգամ աղոթքի, սիրո, հյուրասիրության ճանապարհով Տիրոջը ընդունեք ու ճանապարհը եւ Տերը բնակվի ձեր հարկերից ներս։